Մակրոնը երկրորդ անգամ է Երևանում, զգում է իրեն ինչպես տանը։ Այցը երկրորդն է, բայց պետական արարողակարգով առաջինը։ Զբոսանքը երևանյան փողոցներով ոչ թե Բրիջիտի, այլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ է։ Տիկինը չի եկել, բայց ինչպես հետո հայտնի դարձավ, նրա մտքերը Հայաստանի հետ են։ Աբովյան փողոցի կիրակի երեկոն արտասովոր էր ֆրանսիական։ Մակրոնի երևանյան զբոսանքն ընդմիջվում է մի քանի ոչ հաճելի հարցադրմամբ։ Ֆրանսիայի նախագահին նաև լրագրողներ են մոտենում։ Նյուզայեմի հարցը Բաքվում պահվող հայ գերիների մասին է։ Ինչ քայլեր է ձեռնարկելու Ֆրանսիայի նախագահը նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։ Ես եւս մեկ քննարկում կունենամ նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք միջնորդի դեր խաղալ եւ օգնել։ Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության աջակցման համար։ Ֆրանսիայի նախագահը արդեն մարդաշատ Աբովյան փողոցում որոշում է կանգ առնել սրճարաններից մեկում։ 2 ժամից միանում է Հայաստանի վարչապետը։ Մարդիկ սպասում էին, որ տեսնեն Մակրոնին, մինչև կեսգիշեր։ Դուրս են գալիս միասին։ Քայլում են դեպի Հանրապետության հրապարակ, հասնում հյուրանոց մարդկանց ծափերի ու ողջույնների ուղեկցությամբ։ Լույսը բացվում է առողջ ապրելակերպով։ Մակրոնին վաղ առավոտյան լրատվամիջոցները նկատում են Երևանի կենտրոնում վազելիս։ Եվ արդեն պաշտոնական մասն է, փողկապը կապելու ժամանակը։ Մարզահամերգային համալիր հասավ վերջինը, բայց ոչ ուշացած։ Լիագումար նիստին հաջորդած քննարկմանը հասցրեց անել մի հայտարարություն, որն արժանացավ բուռն արձագանքների։ Եկեք անկեղծ լինենք, 8 տարի առաջ ոչ ոք չէր գա այստեղ, եւ այն փաստը, որ այսքան շատ առաջին այցեր են լինում ձեր երկիր, լավ ազդանշան է։ 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ գտնվող շատ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի մի տեսակ դե ֆակտո արբանյակ։ Նիկոլը կազմակերպեց Թավշյա հեղափոխությունը եւ որոշեց նվազեցնել իր երկրի ռիսկերը Ռուսաստանից։ Եվ այդ պատճառով նա ենթարկվել է ու դեռ ենթարկվում է ամենօրյա հարձակումների։ 8 տարի առաջ էր Հայաստանում տիկնոջ հետ, եւ նա Ֆրանսիայի միակ համար 1 պաշտոնյան չէ, որ գալիս է մեր երկիր։ Հայաստանում են եղել Ժակ Շիրակը, Նիկոլաս Սարկոզին եւ Ֆրանսուଆ Օլանդը։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։